Բազմաթիվ դեռահաս պատանիներին այս հարցն անհանգստացնում է, ես հարցին մի քանի անգամ անդրադարձ արել եմ, սակայն ափսոսում եմ շատ, որ մեր դեռահասների սեռակրթությունը գտնվում է այսքան վատ վիճակում և բազմաթիվ դեռահաս երեխեք, տղաներ չունենալով համապատասխան գիտելիքներ անընդհատ շփոթմունքի մեջ են ու չգիտեն իրանց մոտ դա նորմայի տարբերակ է թե բայց այո, եթե 14 տարեկանում առնանդամի գլխիկը դեռ չի բացվում, թելի պիտակից դուրս չի գալիս, իհարկե սա խնդիր է։ Եթե 14 տարեկան երիտասարդը, որը արդեն հասունացման փուլերը ոչ միայն սկսած, այլ նաև որոշակի էտապ անցած լինելուց հետո դեռ չի բացվել գլխիկը, հույսեր չկան և չկան պլաններ, որ դա ապագայում կբացվի։ Շատերը, նույնիսկ մասնագետներ, պնդում են, ասում են՝ մի ձեռք տվեք, կմեծանա, կանցնի։ Ես մտածում եմ, բայց ինչի համար պետք է անցնի, քանի մեծացավ, սեռական օրգանի չափը ոնց որ մի քիչ կփոփոխվի, ավելի կմեծանա և կնմանվի մեծահասակի սեռական օրգանների չափին, եթե 14 տարեկանում գլխիկը չի կարողանում թելի պիտակից դուրս գա, ինչ տրամաբանությամբ այն պետք է դուրս գա 22 տարեկանում։ Նույնիսկ կան մարդիկ, երևի էլի մասնագետներ, ասում են թողեք սեքս կանի կդզվի, ոչ, չի դզվի, իմ խորին համոզմամբ չի դզվելու, դա չի անցնելու, ընդհակառակը, հարաբերությունները կարող են բերել պարաֆիմոզի ձևավորմանը, եթե մենք ունենք խնդիր մաշկի չբացվելու հետ կապված, յուրաքանչյուր հարաբերություն կամ երբեմն ես ունեցել եմ նաև պացիենտներ, որ հենց ձեռնաշարության ժամանակ ձևավորվել է պարաֆիմոզ։ Պարաֆիմոզը գիտեք ինչ երևույթ է, երբ մաշկը ամբողջությամբ հետ է գնում և հնարավոր չի լինում դա առաջ քաշել և գցել իր նախկին վիճակին բերել։ Սա շատ լուրջ խնդիր է, սա շտապ վիրահատական միջամտություն պահանջող իրավիճակ է, այստեղ չի կարելի սպասել։ Դրա համար, ինչու՞ չէ նաև դեռահասներն այսօր միտեղ լավ է նաև, որ այսպիսի հնարավորություն և հարթակ կա, որտեղ մարդիկ կարող են ուղղել իրենց հարցերը, ես էլ կգտնեմ ժամանակ և կպատասխանեմ այդ հարցերին, որ այո, այս տարիքում սա խնդիր է։ Դուք կարող եք ձեր մեծահասակ որևէ մեկ հարազատի հետ, դա կարող է լինի քեռի, հորեղբայր կամ չգիտեմ, պապա կամ մեծ ընկեր տարիքով, դուք կարող եք այցելել կլինիկա, նայենք, հասկանանք սա խնդիր է թե չէ, և եթե խնդիր է, իսկապես այդ հարցին ընթացք տալ, լուծում տալ, պարտադիր չի, որ դուք հասնում եք այն տարիքի, որ ինքնուրույն կկարողանաք դիմել բժշկի և այդ տարիքում նոր դիմեք, եթե կա խնդիր, ինչու այդ խնդիրը չլուծել, ինչու թողել, որ այն հասնի իր, չգիտեմ, բարդացման աստիճանին, նոր զբաղվել այդ հարցով։